Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին նախարար, մենք արդեն եզրափակիչ փուլ ենք մտնում Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը պատրաստելու եւ այսօր ես կուզենամ, որ մենք ընդհանուր գծերով այնինչ միջև հիմա չենք ասել եւ ցույց չենք տվել, ասենք եւ ցույց տանք։ Հիմնականում ես ճիշտ եմ հասկանում, որ կենսաչափական անձնագրեր եւ կենսաչափական նույնականացման քարտեր ենք թողարկելու նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր, որոնք 26 թվականի աշնանից արդեն կլինեն հասանելի եւ շրջանառության մեջ եւ նրանք ինչ ենք մենք որոշել նախկինում էլ մենք ունեինք կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր, որն էր հիմնական պատճառը, որ մենք նոր համակարգ ենք ներդրում։ Մեծարգո վարչապետ, այո, մեր նպատակը կենսաչափական նոր անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելն է մեր քաղաքացիներին։ Ինչու ենք մենք նոր համակարգներ դնում, որովհետեւ այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, եւ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաների համապատասխան են փաստաթղթերը, սահմաններին փոխճանաչելի փաստաթղթերի մասին ենք խոսում, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի արժանապատիվ կարողանան ճանապարհորդել։ Եվ հենց այս նպատակադրմամբ էր, որ մենք սկսեցինք բավական երկար գործընթաց կենսաչափական համակարգի ներդրման, շուկայի ուսումնասիրություն ենք իրականացրել եւ ի վերջո անցյալ տարի ապրիլին կնքել ենք պայմանագիր մասնավոր գործընկերոջ հետ եւ սկսել ենք ներդրումների փուլը, բավական երկար գործընթաց ենք սկսել ենթակառուցվածքից մինչեւ դիզայնի աշխատանքներ եւ ենթակառուցվածքն այս պայծրությամբ ընթացքի մեջ է գտնվում, այսինքն ձևավորում ենք տվյալների կենտրոն, որը հենց պիտի ապահովի ICAO-ի բարձր համապատասխանությունը այս տեսանկյունից, այս պայն նաեւ ICAO-ի հետ հուշագիր ենք կնքում որպես այդպեսին, որպեսզի կարողանանք մեր տվյալները ընթերնելի եւ հասանելի դարձնել նաեւ գործընկեր պետությունների համար, ընդհանուր օգտագործման ենթակա։ Պետք է փաստեմ, որ առաջին եւ ամենակարևոր չափանիշը հենց այն է, որ անձը հաստատող փաստաթուղթը համապատասխան է լինելու միջազգային այս բարձր ստանդարտին եւ մեր բոլոր լուծումները հենց այս տրամաբանության մեջ են նախատեսված։ Եվ սա կարևոր է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Ես առաջարկում եմ հետեւյալը, քանի որ այդ թեմաներով մենք դեռ խոսել ենք եւ ելի կխոսենք, եւ այսինքն տարբեր ամբիոններից խոսելու առիթներ կունենանք, ես առաջարկում եմ, որ մենք հիմա կենտրոնանանք վիզուալ մասի վրա, որպեսզի մեր քաղաքացիները նաև վիզուալ տեսնեն, թե մեր անձնագրերը ինչ փոփոխությունների են ենթարկվելու, եւ այդ տրամաբանությամբ առաջարկում եմ, որ թերթենք եւ ներկայացնենք անձնագրի նոր դիզայնը։ Իհարկե առաջին փոփոխությունը գույնի փոփոխությունն է։ Իհարկե մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն։ Եվ մենք որոշել ենք նաև, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Տվյալ դեպքում մենք նաև փոփոխություն ավելի տեսանելի դարձնելու համար, որովհետև հին նմուշի անձնագրերն էլ դեռ որոշ ժամանակ առնվազն շրջանառվելու են, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը։ Ընդհանուր պատկերը այսպիսին է, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել։ Հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, եւ այդտեղ ոչ մի բան չի փոխվել։ Եվ այս շապիկի հետ կապված ունեք որևէ մեկ։ Պարոն վարչապետ, նկատի ունենանք, որ քանի որ խոսեցինք վիզաների ազատականացման մասին, Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել՝ մուգ կարմիր կամ բուրգունդիի տարբեր երանգներ։ Սա կարծում նաև լավ ժեստ է ընդհանուր տրամաբանության մեջ, թե փոփոխություն ունենալու եւ թե նաև համապատասխանեցնելու Եվրոպական միության ընդհանուր ստանդարտին։ Մենք ունենք այո նաև տարբերակ բրայլյան գրով, որպեսզի նաև տեսողության
խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան նաև անձնագրի հետ այդ առումով հաղորդակցվել եւ առաջին էջի բացվածքն է, սա ճիշտ եմ, չէ՞, Այո, առաջին էջն է։ Եվ ձախ կողմում, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզն է, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա, այստեղ ամենակարևորը, որ մեր երկրի ուրվագծային քարտեզն է, ունեք որևէ մեկնաբանություն այս էջի։ Պարոն վարչապետ, ես նշեմ, որ թեև առաջին հայացքից գուցե պատկերը այդքան տեսանելի չթվա, բայց ճարտարապետական հնագույն զարդանախշերն ենք օգտագործել, հայկական, այո, հետևի ֆոնը, եւ դրանք մեր մասնագետները փորձել են զարդանախշերը միացնել, ներդաշնակեցնել եւ ֆոնային ցանց ստանալ։ Սա եւս կարևոր նշանակություն ունի։ Քարտեզը կա թե շապիկի առաջին հատվածում եւ թե նաեւ վերջին հատվածում նույնականացրել ենք։ Եվ բնականաբար հիմնական տեքստերը արդեն շարադրված են աջ էջի վրա, որովհետև փոփոխություն այս տեսանկյունից չենք բերել։ Շատ լավ։ Հաջորդ էջում սրանք արդեն պաշտպանող շերտերն են, որոնք երևում են ուլտրամանուշակագույն ճառագայթի ներքո, ելի միջազգային ստանդարտներին համապատասխան այս էջի վերաբերյալ ունեք մեկնաբանություն։ Պարոն վարչապետ, ես նշեմ, որ բոլոր էջերը ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթով տեսանելիություն եւ մեր սահմանապահները եւ օտարերկրապետությունների սահմանապահներն են կարողանալու տեսնել այս հատվածը։ Հայաստանի Հանրապետության քարտեզի մասով կտեսնեք մի փոքր գեղարվեստական լուծում ենք ավելացրել, որպեսզի նույնական չլինի հիմնական պատկերի հետ։ Կա Հայաստանի Հանրապետություն բառերը այստեղ նախատեսված եւ Հայաստան բառն է թշնատարերի տրամաբանության մեջ, ընդ որում պիտի փաստեմ, որ Մատենադարանի գործընկերների հետ վերահաստատել ենք, որ սրանք լրիվ ճշգրիտ են, խնամքով գծագրված են եւ որևէ հակասություն չունենք մասնագիտական դաշտում, ներքևում կնկատեք կրկին զարդանախշեր են ժապավենաձև դասավորված։ Այսինքն այս պատկերը երևալու է միայն ուլտրամանուշակագույն լուսավորության ներքո եւ դա պաշտպանիչ շերտն է անձնագիրը կեղծումներից պաշտպանելու համար։ Հաջորդիվ արդեն սա էլի միջազգային ստանդարտին համապատասխանող արդեն անձնական անհատական տվյալները պարունակող էջն է, որը էլի ստանդարտ է, շատ, եթե նույնիսկ տարբերություններ կան մեր այսօրվա գործող անձնագրերից, այդ տարբերությունները մեծ չեն, նկատի ունեմ դրանց վրա շատ կենտրոնանալու առիթ չկա, ունեք դրա հետ կապված։ Ես ուղղակի նշեմ, որ տվյալների էջի մասով հիմնական պարոն վարչապետ կրկին հետևում օգտագործել ենք հայկական 5 առանձին տեսակի զարդանախշեր, նորից դրանք միավորված են եւ ֆոնային ցանց են ստեղծել, բոլոր այն բառերը, ընդհանուր տեքստերը, հաջորդականությունը, որը որ կա, ամբողջովին ICAO-ի ստանդարտին համապատասխան է, ինչ տեքստ որ տեսնենք նկարում, կրկին ICAO-ի հիմնական պահանջներից է, ինչ տեքստ որ չտեսնենք նույնիսկ եւ մտածենք, որ օրինակ կարելի է այդ տեքստերն ունենալ, պիտի նկատի ունենանք, որ ICAO-ն չի խրախուսում տեքստերից ընդհանուր չափանիշներից դուրս տարբեր բառերի օգտագործումը, որովհետեւ դրանք սահմանային հատման կետերում շատ իրավիճակներում խնդիրներ են գեներացնում, եւ սա է պատճառը, որ ինչ ստանդարտով նախատեսված է կա եւ որևէ հավելյալ բան մենք չենք նախատեսել սրանում։ Այս էջը հիմա մենք հորիզոնական ենք ցույց տալիս, բայց անձնագրի մեջ ինքը լինելու է ուղղահայաց, ճիշտ է։ Ուղղահայաց դիրքավորում է ունենալու եւ ահա այսպեսին է լինելու մեր էջը, վիզուալ, ուղղահայաց է լինելու անձնական տվյալների էջը, եւ մենք ինչպես տեսնում ենք, երրորդ էջում Մեսրոբ Մաշտոցի ստեղծած այբուբենն է։ Ինչու եմ ասում Մեսրոբ Մաշտոցի ստեղծած այբուբեն, որովհետեւ հենց 405 թվականի իր նախնական վարկածով է, որ այբուբենը արտահայտվելու է անձնագրի մեջ եւ հիմա հաջորդի էջերում մենք կտեսնենք, որ մենք աշխատել ենք, որպեսզի անձնագիրը եւ անձնագրի վիզուալ պատկերները ներկայացնեն մեր ինքնությունը եւ մեր պատմությունը եւ կարծում եմ այդ առումով մենք կարողացել ենք որոշակի պատկեր ստանալ Այս էջի հետ կապված ունեք լրացուցիչ մեկնաբան։ Ես ուղղակի նշեմ, պարոն վարչապետ, որ հիմնական տվյալների էջում անձեն աչքով գուցե տեսանելի չէ, բայց երբ որ զարդանախշերը պատկերել ենք, օգտագործել ենք Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, այսինքն կարմիրը, կապույտը, ծիրանագույնը, իհարկե պրոֆեսիոնալ մշակմամբ, որպեսզի ավելի նուրբ պատկեր ստանանք։ Այբուբենի իմաստով, պարոն վարչապետ, առաջին նաև հայատար նախադասություն ունենք էջի ներքևի հատվածում գրված եւ նաև եթե գրափարով ճանաչել զիմաստություն եւ սխրատ, իմաց բանս հանճար։
Եվ եթե նայենք այբուբենի շարվածքը, կնկատենք, որ ձախից աջ հերթականությամբ, թեքվածությամբ հերթականությունը մենք պահպանել ենք, որևէ ձևով չենք խաթարել տրամաբանությունը, եւ նաեւ պարոն վարչապետ միասին քննարկել ենք որոշ տառեր կնկատեք ավելի մեծ տրամաբանության մեջ են արտացոլված, բնականաբար իրենց մեջ նաեւ որոշակի միտք ունեն, տրամաբանություն ունեն եւ եթե դեմ չեք կխնդրեի դուք տառերը իրենց տրամաբանությունով։ Շատ լավ, մենք մասնավորապես A տառը նկատի ունենալով ազատություն, անկախություն, Ե տառը երջանկություն, E տառը նկատի ունենալով, որ մեր գրապարում Աստված է նշանակում, Աստծուն ընդգծնելով, Ž տառը ժողովրդին ընդգծելով, I տառը ինքնիշխանությունը ընդգծելով, X տառը խաղաղությունը, Կ կյանք, Հ Հայաստան, M մարդ, ջուրն ենք ուզեցել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, Ո տառը, քանի որ նախնական տարբերակում O տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, M տառը ասացի մարդուն ենք նկատի ունեցել, P տառը նկատի ենք ունեցել պետությունը, S տառը նկատի ենք ունեցել սերը, K տառը նկատի ենք ունեցել Քրիստոսին որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն։ Իհարկե բոլոր տառերով էլ կարելի է ընդգծումները անել, բայց ընդհանուր առմամբ մենք մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, մեր ձգտումները եւ մեր պատկերացումները էականորեն կընդգծեն եւ նաեւ դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնելու եւ նաեւ edge-ը ինքը ուներ առանձնահատկություն, իրեն անվտանգության նկատառումներով նաեւ հնարավոր չէր ուղղակի սովորական տրամաբանությամբ նույն չափերով եւ ուղղահայաց ուղղանկյունու տրամաբանությամբ դասավորել, այսինքն իրեն որոշակի տարբերություններ էսպես թե այնպես պետք է լինեին չափերի, դրա համար մենք որոշեցինք, որ եթե այնուամենայնիվ հնարավոր չի լինելու բոլորը նույն չափին գծել, ելի եմ ասում, անվտանգային ստանդարտներին համապատասխանելու նկատառումով, որովհետև այս կողքի հատվածներում պետք էր որոշակի ազատ տեղեր լինել, որպեսզի այդ անվտանգության նշումները հստակ երևային, դրա համար այսպիսի լուծման եկանք, որը կարծում եմ վատ լուծում չէ, ելի եմ ասում, կարելի էր տարբեր էլի բառեր գտնել եւ ընդգծել, բայց տենց էմոցիոնալ մակարդակում այսպիսի լուծման եկանք եւ վիզուալ էլ կարծում եմ վատ չի երևում։